Չերի մաֆակումբը Կենտրոն հեռուստաընկերությունը ներկայացնում են Չերի մաֆակումբը եւ Կենտրոն հեռուստաընկերությունը ներկայացնում են Մաֆիան քաղաքում հեռուստանախագծի առաջին անգամ ուսանողական լիգան։ Մեկնարկում է Մաֆիան քաղաքում հեռուստանախագծի ուսանողական լիգան։ Այս անգամ սերդիմակների տակ տարբեր բարձրագույն ուսումնական աստիճանների ուսանողներ են։ Բրյուսովի անվան պետական համալսարանի, Երևանի պետական կոնսերվատորիայի, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի, պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի ուսանողները ցանկացել են մասնակցել ամենամասսայական հեռուստանախագծերից մեկին Մաֆիան քաղաքում հեռուստախաղի, որի իրականացման համար դիմել են Կենտրոն հեռուստաընկերությանը եւ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամին։ Ուսանողների առաջարկը բնականաբար հավանության է արժանացել եւ ուսանողների լիգայի ողջ եթերաշրջանը կանցկացվի Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի բարձր հովանու ներքո։ Գիշեր Ես Միլանա Մկրտումյան, սովորում եմ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում։ Ինչ անկալիք ունեք առաջին խաղից։ Հաղթանակ իհարկե, կապ չունի գույնը, բայց ավելի շատ կուզեմ կարմիր գույնը քաշեմ։ Իմ անունը Հարամ Խաչատուրյան է, կոնսերվատորիայից։ Մաղթում եմ կարմիրներին լավ բախտ եւ հաղթանակ, դրա համար էլ կարմիր գույն հագել եւ եկել եմ։ Ես Հակոբն եմ Պետրոսյան, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանից։ Շնորհակալություն։ Ինչ ակնկալիք ունեք առաջին խաղից։ Ուզում եմ կարմիր գտնեմ ու կարմիրներով հաղթենք այս խաղը։ Անուկ Մուրադյան, պետական տնտեսագիտական համալսարան։ Թող լինի հետաքրքիր դիտարժան խաղ ու կարմիրների հաղթանակ, շնորհակալություն։ Ես Արուսնեմ Գևորգյան, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանից։ Շատ վաղուց եմ սիրում խաղալ մաֆիա, ու այն խաղերը, որ իմ համար գործադրում է ինտելեկտ, այդ խաղերը իմ համար շատ հետաքրքիր են։ Այգ Փոդրաչյան, ամենամեծ ակնկալիքս, որ շատ հետաքրքիր խաղ գնա։ Ես Արևիկ Բեկլարյանն եմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից։ Հիշարժան ու բարի խաղ եմ մաղթում բոլորիս։ Մուշեղ Գալստյան, սովորում եմ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում։ Ակնկալում եմ լավ խաղ, հաղթանակ, թե սև լինեմ, թե կարմիր լինեմ, իմ թիմին հաղթանակ։ Ես Էլեն Մելքոնյանն եմ, սովորում եմ Ճարտարապետական համալսարանում։ Ինչ ակնկալիքներ ունեք առաջին խաղից։ Ամենակարևորը արգումենտալ խաղ, որը կզարգացնի մեր ինտելեկտը ու բոլորիս հաջողիկ կլինի։ Ալեն Հովանեսյան, առաջին խաղից ակնկալում եմ, որ կարմիրներով պետք է հաղթենք, ուզում եմ կարմիր քարտը քաշեմ։ Խաղում կա 10 մասնակից, որից 3-ը սև են, 7-ը կարմիր։ Սևերի ղեկավարը Դոնն է, կարմիրներինը Շերիֆ։ Արթնանում է Մաֆիան, որոշում է առաջին 3 գիշերվա զոհերին։ Միայն առաջին գիշեր սևերը իրավունք ունեն բացեն աչքերը, ծանոթանան միմյանց եւ որոշեն հաջորդող 3 գիշերվա զոհերին։ Առավոտ։ Բարի լույս, բարի առավոտ բոլոր մասնակիցներին։ Ողջունում եմ ձեզ, ողջունեք ինքներդ ձեզ։ Պարտադիր ողջունեք մեկը մյուսին, խաղային, բարի խաղ եմ ես մաղթում։ Համար 1 շրջանը բացում եք դուք, ունեք ընդամենը 1 րոպե, համեցեք։ Ողջունում եմ բոլորին, շատ ուրախ եմ ձեր հետ այս նույն ստեղանի շուրջ խաղալու համար։ Մաղթում եմ արգումենտալ խաղ, կարևորը իրար լսենք, ճիշտ հասկանանք, կարմիրները պետքա շատ նենց խոսան, որ սևերը չկարենան բռնվեն իրանց խոսքից, դրա համար խնդրում եմ բոլոր կարմիրներին զգուշ, առավել ևս ինձ, որովհետև սևերին հենց պետքա, որ իրանք բռնվեն կարմիրի խոսքից ու մյուս կարմիրներին համոզեն, որ ինքը սև է։ Ես ինքս կարմիր խաղացող եմ, դեմ չեմ կիսվելուն, ինձանից հետո իմ թեկնածությունը կառաջադրեն։ Մաղթում եմ լավ խաղ, ամենակարևորը կարմիրներին հաղթանակ, այսքանը։ Շնորհակալություն, համար 2։
Բարև ձեզ, ես էլ եմ ողջունում բոլորին, համար մեկը շատ լավ բացեց, խոսքի մեջ որևէ դեռ տենց ինձ դուր չեկող բան չկար, առաջի գիշեր միշտ բարդ է կողմնորոշվելը, կարծիք հայտնելը, հենց որ կլսեմ բոլորին, հաջորդ գիշեր հաստատ կարծիք կտամ, մեզ կանը պաս։ Շնորհակալ եմ, համար 3։ Շնորհակալ եմ, ողջունում եմ բոլորին։ Ընդունեք համար 2։ Ընդունված է։ Տեսեք համար 2 ջան։ Համար 1-ի բացումը տեքստային առումով ինչքան էլ որ կարող ենք ասել որ լավն է, բայց կարող ենք նկատել իհարկե աշխատվածությունը։ Ինչու դուք չնկատեցիք, ըստիս։ Ձեր խոսքը էլի բաց չտեսա, բայց ամենայն դեպս դուք շատ հեշտ կարայիք։ Բոլոր հիմնավորումներ ունեիք, որ համար 1-ի վրա տեխնացիոն տնեք։ Դուք դա չարեցիք, հետևաբար դուք իմ համար ավելի շատ սև խաղացող եք, քան համար 1-ը։ Չնայած համար 1-ը բացումը լավն էր, բայց այստեղ իրանք ինչ եմ տալիս, հետո անկեղծ ընդունեք 2։ Շնորհակալություն pass։ Համար 4։ Շնորհակալություն։ Ողջունում եմ բոլորին։ Համար 1-ի առումով կասեմ, որ համար 1-ը նորմալ բացում է, իմ դուրը եկավ ավելի շատ կարմիրի կողմային ձիտանում, զրոյականում կփորձեմ խաղալ։ Համար 2-ի հետ չնայած այն բանը, որ ինքը համար առաջին խաղում է, ես հələ որ իր հետ չեմ խաղում զրոյականում։ Երրորդը ճիշտ է, առաջինի պահով ինչ որ խոսած, որ լարվածություն կա, կաշկանդվածություն կա, բայց դե ինձ թվում է այդ զրոյական մակարդակում ամենը որ առաջի համար նստել, կարա լինի լարվածություն, ինձ թվում է դրանով է պայմանավորված։ Համար 2-ը, որ չդրեց համար առաջինի տեխնացիությունը կիսվելու համար, դա էլ նկատենք։ Այսքանը շնորհակալություն, pass։ Շնորհակալություն ձեզ, համար 5։ Ողջունում եմ բոլորիդ, շատ ուրախ եմ խաղալ ձեզ հետ։ Գրեթե բոլորի հետ խաղացել եմ, ուրախ եմ նաև այս հնարավորության համար, որ ձեր հետ նույն սեղանն եմ կիսում։ Так, առաջինի մասով իմ համար մի քիչ թույլ էր բացումը, եթե ինչ, բայց երկուսը զարմանել էր ինչի չդրեց մեկի տեխնացիոնը, որովհետև իմ համար թույլ էր օրինակ առաջինի բացումը։ Բայց ընդունեք խնդրում եմ 3։ Ընդունված է։ Իմ համար 3-ը սևացավ իր խոսքով, բայց չեմ ասում, որ 100%-ն սև է։ Իմ մոտ 60-40 է քո սևի հավանականությունը, խաղում եմ 4, չեմ խաղում հələ որ 3-ի հետ, բայց իմ համար 1-ից 5 խաղում եմ մի սևով։ Երկու սևերին քննրոլում եմ 6-ից 10-ի մեջ, կարմիրներ խաղացեք իմ հետ, ես ամենապարզ կարմիր խաղացող եմ։ Շնորհակալություն, pass։ Շնորհակալություն ձեզ, համար 6։ Ողջունում եմ բոլորին։ Առաջին մասնակցի ելույթը տպավորիչ էր, բայց կասկածներ առաջացրեց իմ մեջ։ Երկրորդ խաղացողը կարմիրական կարող է լինել։ Երկրորդ մասնակցի հետ փորձեմ խաղալ։ Երկրորդի դեմ ինչ-որ բան ունի, փորձեմ հասկանալ։ Չորրորդինը ինչ-որ համոզիչ բան կար։ 5-ը նույնպես։ Կարմիր խաղացող եմ, ձեզ հաճելի ելույթ։ Pass։ Համար 7։ Ողջունում եմ բոլորին։ Առաջին թվի խաղացողը իմ համար 50-50 է, այսինքն ինձ ոչինչ չտվեց իր խոսքը։ Երկրորդին էլ չտվեց ոչ մի բան, այսինքն չհասկացա ինքը ավելի շատ սև է, թե կարմիր, բայց երրորդը իմ համար շատ կտրուկ էր եւ ավելի շատ սևին է տանում դեպի։ Չնայած հստակ դեռ ոչ մի բան չեմ ասում ու թիմ չեմ կազմում։ Չորրորդի խոսքը շատ վստահ էր ու իմ կարծիքով շատ ճիշտ վերլուծություններ արեց ինքը նախորդ 3 թվերի հետ կապված, նույնը կասեմ 5-ի վերաբերյալ, ինձ դուր եկավ իրենց երկուսի խոսքը, 6 թվինն էլ ինձ ոչինչ չտվեց, ճիշտն ասած, դրա համար այդքան է երևի, ոչ մի թվի հետ թիմ չեմ կազմում դեռ, 10 վայրկյան, pass։ Համար 8։ Շնորհակալություն, բոլորիս լավ խաղ եմ մաղթում։ Հիմա ասեմ կարծիքս, ուրեմն համար 1-ը 50-50 է, մարդը իր համար 1-ի խոսքը ասը, բայց համար 1-ը ես ուզում եմ կիսվի, ընդունեք 1-ի տեխնացիությունը չի դրվել, 2-3-ի մեջ ըստ իս գունային տարբերություն չկա, երկուստ էլ կարմիր եք, ուրեմն դու ես սև համար 3 ջան, 4 շատ լավն ես, 4-ին ես ին թիմ եմ վերցնում, 5-ը 50-50 հələ որ, 6-ին սև եմ տեսնում, կուզեմ 6-ը ստուգվի շերիֆի կողմից միամ գիշերը, 7-ը էլի 50-50, բայց ավելի շատ կարմրական, 4-7-8 իմ թիմն է,
Շնորհակալություն Փաց։ Շնորհակալություն ձեզ։ Համար 9։ Ողջունում եմ բոլորիս, շատ հետաքրքիր ու արգումենտալ խաղ եմ ցանկանում։ Իրականում համար 8, գրեթե ասացիք են, ինչ որ ես էի ուզում ասեի։ Համար 1-ի մասին ոչ մի բան չեն կարող ասենք, համար 2-ի տեխնացիոն չդնելը իրականում կասկածելի է, բայց չեմ ուզում հիմնվեմ ձեր վրա, որովհետև դուք իրեն կարմիր տեսակ կարող եք դրա համար չեք դրել։ Իմ համար հստակ գունային տարբերություն կա 2-ի ու 3-ի մեջ, ես շատ կուզեմ շերիֆը իրանց 2-ից 1-ին ստուգի, հաստատ կգտնենք մեկով մյուսի գույնը, 4 լավ եք խոսացել, ես զրոյական շրջան կխաղամ ձեզ հետ։ Համար 5 ջան 50-50, դեռ չեմ կողմնորոշվում ձեր հարցում, 6-ի իմ համար թույլ է խոսացել, խնդրում եմ ընդունեք 6-ի տեխնացիոնը։ Ընդունված է։ Ինքը փորձեց ամեն մեկի մասին ինչ-որ բան ասի, բայց ես չհասկացա։ Ես կոնկրետ իր պոզիցիան չհասկացա, ինքը կոնկրետ ում հետ է խաղում, ում հետ չէ, ես ուզում եմ, որ 6-ը կիսվի։ Խաղում եմ 7-ի ու 8-ի հետ, որտեղ 7-ը գոնե 1-ից մինչև 7 նորմալ վերլուծություն արած, 8-ն էլ ասեցին ինչ որ ես էի ուզում ասեի։ Իմ թիմը զրոյական շրջանում 4, 7, 8։ Ժամանակ շնորհակալություն։ Համար 10 եզրափակում եք, համեցեք։ Շնորհակալ եմ։ Ուրեմն ես կարմիր խաղացող եմ։ Համար 1-ի բացումը դուրս եկել է։ Շարունակեմ, որ երկրորդը չի դրել, բան այդ հասկացանք։ Երրորդին սեղանի կեսը սև է տեսնում, հուսով եմ կարա շերիֆը ստուգի քեզ հանգիստ։ Եթե չես վախենում ստուգումից, 4-ի վերլուծությունը դուրս եկել է այդ վերլուծությանը համաձայն եմ լրիվ։ Այ 5-ի ասածը, որ այս կողմը 2 սև կա ու 6-ի 5-ի հետ խաղալը էդ էլ չհասկացա, 6-ը դուրս չի եկել։ Ուրեմն առաջարկում եմ 1 կիսենք նրա համար, որ կարծիքը լսենք իր ամբողջ սեղանի հետ կապված։ Մեկ էլ 6 կիսենք, որ մի հատ պարզաբանի խիա խաղում 5-ի հետ այն դեպքում, որ 2 սև է տենում, այդ չհասկացա։ Ֆլանգ է կիսվում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն ձեզ։ Տեխնացուներն են 2, 3, 1, 6, 2, 3, 1, 6 տվյալ հերթականությամբ եւ քվեարկություն։ Եվ այսպիսով 2, ով է կողմ խաղալեքի համար 2-ը։ Ստոպ, չկան ձայներ։ 3, ով է կողմ խաղալեքի համար 3-ը։ Ստոպ, չկան ձայներ։ 1, ով է կողմ խաղալեքի համար 1-ը։ Ստոպ, 4 ձայն, շնորհակալություն։ Եվ համար 6-ի դեմ դրեք ձայները։ Համար 6, ձեր ձայնը նույնպես ձեր դեմ գնաց։ Վերջի րոպեն այս խաղում։ Իրականում խաղի շերիֆը ես էի։ Դուրս գալուց առաջ ինչ-որ բան չեմ կարող ասեմ կոնկրետ, բայց ձեզ հաճելի խաղ եմ մաղթում։ Փաս։ Շնորհակալություն համար 6-ին, կարճ, բայց բավականին հետաքրքիր խաղի համար, խնդրում եմ ծալեք թիվը եւ լքեք սեղանը։ Ծափարենք համար 6-ին խաղի համար։ Բացատրությունը լարվածությունն էր, ճիշտ ասած մտքերով խաղի հետ էի։ Շփոթվեցիք, թե պատրաստ չէիք խաղը շարունակել։ Չէ, պատրաստ էի խաղը շարունակելուն, ուղղակի շփոթվեցի էլի։ Եվ գիշեր։ Այս գիշեր մաֆիան խաղից հեռացրեց համար 10։ Դոնը չստուգեց ոչ մեկին, քանի որ նա խաղի մեջ չէր։ Շերիֆը այս գիշեր չգտավ սև խաղացող։ Առավոտ։ Վերջի րոպեն այս խաղի համար 10։ Իմ շատ վատ եղավ, որ համար 6-ը ինքը իրան ջարդեց հանեց, սկսեմ այդտեղից։ Կարմիրներին խնդրում եմ, որ իրար ուշադիր լսեն, իրար դեմ չխաղան։ Արգումենտալ խաղ եմ մաղթում կարմիրներին, ուշադիր եղեք, խոսքերը վերլուծեք։ Ուրիշ շերիֆ, որ բացվի, խորհուրդ կտամ չհավատակ այդ շերիֆին։ Չգիտեմ, այսքանը բոլորիդ լավ խաղ եմ մաղթում։ Փաստ։ Շնորհակալություն համար 10-ին խաղի համար, ծափարենք համար 10-ին խաղի համար։ Դե շատ խառն էր խաղը, նենց խառն էր, որ ուրախ եմ, որ կրակեցին, հանեցին ինձ, տենց այսքանը կորամ ասում։ Շրջանը համար 2 դուք եք բացում, ունեք 1 րոպե։ Տեսեք ժողովուրդ, ինչքան հասկացա նախքին գիշերը, տենց ամենաշատ վիճելի խաղացողը ես էի շատերի համար, ինչա, որտեվ համար 1-ի հանդեպ կասկած չունեցա, տեխնացիոն չի դրեցի։ Ես ինչի պիտի դնեմ համար 1-ի, հələ նոր եմ լսում, մարդը խաղ է բացել, ինչին միանգամից պիտի ասեմ, ինքը սև է, իմ համար սև է, ընդունեք տեխնացիոն։ Ես միշտ էդի իմ խաղավոճն է, այտենց որ ատակա ես անում, մարդիկ ավելի կասկածում են քո վրա, որ դու ինչի ես այտենց միանգամից ատակա արեցիր վրես, ես 10 վայրկյան։ Իմ խոսածումից ինչ կարող։ Ես իմ համար այստեղ սև իրոք չեմ կարող։ Ժամանակ, շնորհակալություն։ Համար 3։ Էլի նորից ընդունեք համար 2։ Ընդունված է։
ասենք արդեն երկրորդ կերուգնաֆերում ամեն դեպքում դու գոնե մի սև պիտի ունենաս, բաժքի տակ, այդ մեկ։ Երկրորդը, ես չեմ ասել դու սև ես, որովհետև չես դրել մեկի վրա տեխնոլոգիան, բայց ամենայն դեպս մեկի խոսքը լսելով լավ է բացել, բայց ինքը երևում էր, որ կաշկաբաց էր։ Դու այդ նկատելով մենակ դրա համար կարայք դնել, որ մենք իրան նորից մի անգամ լսենք, ինչը դու չարեցիր։ Այդ մեկ, այդ երկու ավելի ճիշտ։ Համար 8, համար 9 չան, դուք համար 7-ի հետ խաղում եք։ Համար 4-ը հելնում ասում է, որ 3-ը կարմիր է, 2-ը կարմիր, ու 3-ից էլ վատ չի տենում, համար 7-ը հելնում ասում է լրիվ համաձայն եմ համար 4-ի հետ, բայց համար 3-ին տեսնում եմ սև խաղացող։ Այդ տեքստից հետո համար 9-ն էր, ասում համար 7-ը միակներ, որպես որ լավ վերլուծեց սեղանը, շատ լավ վերլուծեց։ Դուք ուշադիր լսեք էլի մարդիկ ինչ են խոսում, մեկը չեմ հավատում, համար 6-ը գնացել շերիֆ, էդ էլ ասեմ։ Ժամանակ շնորհակալություն։ Համար 4։ Ես հապնում համար 6 գինացրելի, չգիտեմ, ես ինձ եմ այս պայն մեղավոր համարում, որ կարա ես այդ պայն խաղը փրկեի, օրինակ համար 6 տեղը դնեի, ու հուսով եմ բոլոր կարողտ է ձեզ մեղավոր կհամարեք, էլի կարա ինձ խաղը փրկեին, իսկ թվում է հենց տենց է գնում, համար 2 դու արդեն երկրորդ ցերեկային որ խոսում ես, առաջի ցերեկ խոսել ես համար 1-ից չես դրել որի համար կասկածել ես Սևեն, երկրորդ ցերեկ խոսացել ես առաջի գիշերվանից, չես խոսել ոչ մեկից, չես խոսել երրորդից ու մինչև 9-րդ համար ոչ մեկից ոչ մի բան չես խոսացել, մենակ երրորդ համից ես խոսացել, բոլորից 50-50 այսպես է, որի համար շատ կասկածել, ես չեմ փաղում համար 3-ի հետ, բայց համար 3-ի այն ասացը որ համար 2-ը կասկածել է, ես էդի անցած ցերեկել եմ ասել, ես պետք է դնեի համար 2-ի, ընդունեք համար 2, հաստատված է։ Շնորհակալություն։ Համար 5։ Ներակալ եմ, իրականում կարմիրները բավականին մի քայլ առաջ գնացին, քանզի համար 6-ը խաղից գնացել է որպես սև խաղացող։ Համար 3 չեմ հավատում ձեզ, որովհետև դուք եք դրանում շատ վստահ, որ 6-ին որ գնացել է սև խաղացող։ Ընդունեք համար 3, կարծում եմ համար 3-ը սև է, բայց 2 շատ վատ եք խոսում։ Չգիտեմ, 3-ի խոսքը իմ համար սև է։ Ինքը անընդհատ sense հարցակումներ է իրականացնում համար 2-ի վրա, բայց կարծում եմ 2 ուղղակի վատ խաղացող կարմիր է, ներկա պահին։ Հաջորդ կրուկ խոսակ հասկանամ, 9 ջան ձեզ չեմ հավատում, լիարժեք խաղում եմ համար 8-ի հետ ու 7-ի հետ եմ խաղում։ Իմ կարմիրական թիմը ներկա պահին 7-8 է, հասկանում եմ 9 խաղում են, բայց մի հատ խոսած ես քեզ նորից կլսեմ։ Իմ համար թույլ ա եղեք քո խոսքը։ Համար 4-ն էլ է կարմիրական, որովհետև ինքը սենց մտածեց, որ համար 6-ը շերիֆ է գնացել շատ ափսոսեց։ 10 վայրկյան։ Խաղում եմ 7-8 վստահ, 8-ի հետ վստահ, 4-ել եմ ուզում խաղամ, 3 չեմ խաղում այս կրուկ քո հետ։ Այսքանը փաս։ Համար 7 խնդրեմ։ Կուզեմ առաջինի ելույթը լսել, շատ է հետաքրքրում ինձ ինչ կասի ինքը։ Առաջին երկրորդ խաղացողը ոչ մի բան չասեց կարելի ասել։ Ինքը իր ելույթը պատմեց արդալանալու վրա։ Սև խաղացողն է այդպես անում իմ համար։ Չեմ խաղում համար 2-ի հետ ու չեմ փողում համար 3-ի հետ։ Ինքն էլ է շատ կասկածելի իմ համար։ Խաղում եմ 4-ի 8-ի հետ։ 5-ի վրա այդքան վստահ չեմ, բայց ինքն էլ է ավելի շատ կարևորական։ Ընդունեք համար 3։ Հաստատված է։ Խաղի սկզբից 3-2-ի տեմա խաղում։ 3 ստանում եք առաջի նկատողությունը։ Շնորհակալություն, համար 8 խնդրեմ։ Համար 9 ջան, մի հատ հարց ունեմ ձեզ։ Որ համար 6-ը գնաց ինքն իրան ջարդելով ու ասեց, որ ինքը շերիֆն է։ Ինչի դա ձեզ մոտ այդպիսի ծիծաղ առաջացրեց։ Նենց տպավորություններ ոնց որ տենց պատահական ձեր սրտի ուզածը եղավ։ Ես սպասում եմ ձեր խոսքի մեջ դրա արդարացմանը։ Հա։ Так։ Ուրեմն սենց ասեմ, լավ, ես ունեմ ինձ բացված շերիֆ, որ ինձ ստուգի ասել է ես կարմիր եմ։ Ու այդ համար 6-ը չի։ Այդքանը ասեցի։ Բայց չգիտեմ 2-ը գնա թե 3-ը։ Համար 5-ով գնա։ 3-ը 10 վայրկյան։ Մի քիչ առաջ ասում էիր 2-ը։ Ընդունեք 5, շնորհակալություն թաս։ Ընդունված է։ Համար 9 խնդրեմ։ Համար 8։ Անդրադառնում ձեզ։ Ինչի մոտ ծիծաղ առաջացեց, որտեղ մոտ սթրեսը ծիծաղով է արտահայտվում ու իմ համար ահավոր էր, որ շերիֆը առաջինից գնաց, ընդունեք համար 8 խնդրում եմ։ Ընդունված է։ Դուք ձեզ վարձեք մեկ կասեք ով է այդ շերիֆը։ Հիմա կրիտիկա է։ Եթե հիմա շերիֆը չբացվեց իսկական, ուրեմն կրիտիկա է։ 8 հոգի ենք։ Առաջինն Իմ համար կրիտիկա է, որտեղ ես չեմ կողմնորոշվում։ Դուք շերիֆ եք համար 1։ Դուք շերիֆ եք համար 2։ Դուք շերիֆ եք։ Խնդրում եմ, եթե շերիֆ եք, ասեք։ Ես կարմիր խաղացող եմ։ Դուք շերիֆ եք համար 7։ Իմ համար հիմա պիտի գնա համար 8-ը, որովհետև ինքնից անիմաստ բան է հարցնում, արգումենտ, նորմալ է, որ ես կարամ
Նեղվեմ, ստրես ապրեմ, որ 6-ը որպես շերիֆ առաջինից դուրս եկավ։ Մի հատ է 5-ի դեմ եք խաղում։ Իմ համար կարմիր դեռ մնում են 4-ը, 5-ը ու 7-ը։ Դուք եք կասկածելի։ Համար 3 ջան։ Եթե ինձ հարցնեն 2 թե 3, ես կողմեմ, որ 3-ը լքի։ Փաս։ Համար 1 եզրափակում եք, խնդրեմ։ Ես ասեմ, ես ոնց եմ տենում, համար 3-2 կասկածելի են շատ խոսում, բայց իմ համար նաև կասկածելի է համար 7-ը, որ սկզբից 2-ին է սև տենում, բայց վերջում ասում եմ ընդունեք 3։ Բայց իմ կարծիքով 3-2 մի սև կլինի։ Ու ավելի շատ ես հակված եմ, որ 2-ն ասեմ, որտեղ 2-ը արդեն երկրորդ շրջան է գնում, ոչ մի տիպի չի խոսում, ոչ մի բանից։ Հա, գոնե ինչ որ մեկին սև կարայիք տենեիք, գոնե ժեստիկուլացիայով ցույց տայիք։ Համար 5 չեմ կարող հասկանամ քեզ, իմ ներկայիս թիմը 4 7-ին անկեղծ չեմ կարող հասկանամ, որտեղ խոսքիդ մեջ ես վերիպում, ես չգիտեմ դու կարմիր ես վատ ես խոսում, թե սև ես։ 4-8 հələ որ փաս։ Շնորհակալություն։ Նկատողություններից ասեմ 3 եւ 8 մեկական ունեք, այսպես վերանում է ժեստիկուլացիան, ասում ենք քվեարկության։ Տեխնացուներն են 2 3 5 8 2 3 5 8 տվյալ արտականությամբ եւ այսպիսով 2 ով է կողմը խաղալ եք համար 2-ը ստոպ համար 3 չեք հասցրել 3 ձայն եւ համար 3 երկրորդ նկատողությունն եք ստանում 3 ով է կողմ խաղալ եք համար 3-ը ստոպ 3 ձայն շնորհակալ եմ 5 ով է կողմ խաղալ եք համար 5-ը ստոպ չկան ձայներ եւ մնացած 2 ձայները խնդրում դրեք սեղանին ով չի քվեարկե դրեք համար 3 դուք չեք քվեարկե այո 2 ձայն համար 8-ին նկատողություն եք ստանում այս ժեստի համար քվեարկության ընթացքում համար 9 սա խաղի վերաբերյալ է այս ժեստը խաղակիցվել է 2-3 մասնակիցների միջև 30-ական վայրկյան համար 2 խնդրեմ Համար 9-ի ասացի հետ շատ համաձայն էի, շատ համոզիչ էր։ Ես ուզում էի հավատայի, որ դու կարմիր խաղացող ես, երբ որ դու նախկին խաղի ռաունդի ժամանակ ասեցիր մեր մեջ գունային տարբերություն կա ու հետո իրանց հետ կեսար, բայց չէ, հիմա ես իր խոսքից հետո ավելի հասկանում եմ, որ կարմիրները այս բանին իմ համար 4, 9 Համար 3 եւս 30 վայրկյան ձեզ։ Շնորհակալ եմ համար 9 ջան դու ոնց կարաս համար 5-ի շերեֆությանը հավատաս։ Եթե համար 5-ը տալիս է 8-ին կարմիր խաղացող, 3-ին սև խաղացող, եթե մի քիչ եղա այդ 1, համար 7-ը ստուգված սև խաղացող է։ Չկա տեխնացիություն չկար իր վրա, դրա համար չքվեարկեցի։ Համար 2-ը հելնում է, նայ, 2 գիշեր անց, ինչ 3-ը խաղից գնում է։ Ես որտեղից գիտեի, որ 6-ը շերիֆը չէ խաղի։ Հետի սևն է, որ գիտեի ինքը շերիֆը չէ խաղի։ 5 վայրկյան։ Համար 2-ը հելել է, 2 կերուկ անցել է, իր 30 վայրկյանը մենակ ասում է համար 9-ի։ Ժամանակ շնորհակալություն։ Համարներ 3 եւ 9 շատ զգուշ եք խաղում, երկուական նկատողություն ունեք։ Վերակվեարկություն, տեխնացուներն 2-3, 2-3 տվյալ հերթականությամբ։ 2 ով է կողմ խաղալ եք համար 2-ը, ստոպ։ 2 ձայն շնորհակալ եմ։ Եվ մնացած ձայները դրեք սեղանին խնդրում եմ։ 6 ձայն պետք է տեսնեմ, համար 3 ձեր դեմ է։ Վերջի րոպեն այս խաղի։ Շնորհակալ եմ խաղի շերիֆն էի, համար 8 ջան դու կարմիր խաղացող ես, բայց համար 5-ի շերիֆությամբ եթե քաս, ուրեմն շատ վատ ես խաղացել։ Համար 5-ի հանեկը համար 5-ը սև խաղացող է։ Համար 7-ը ստուգված սև խաղացող է, ձեզ 2 սև տալիս եմ, երրորդին էլ դուք կդեք շնորհակալություն։ Շնորհակալություն համար 3-ին խաղի համար, ծափարենք համար 3-ին։ Իրականում դժգոհ եմ, որովհետև շատ էի ուզում կարմիր խաղացող քաշեի, բայց փորձեցի ինչ որ ձև սևերի խաղը փրկել հաշվի առնելով, որ սևերից մեկը ջարդելով խաղը հելել է, հուսամ սևերը կկրեն։ Գիշեր։ Այս գիշեր մաֆիան խաղից հեռացրեց համար 8-ին։ Շերիֆ այս գիշեր չգտավ սև խաղացող։ Բարի չէր այս առավոտը, կրկին բարի չէր, մաֆիան դիպուկ է։ Համար 8, այս անգամ դուք, վերջի րոպեն։ Համար 5 ցույց տուր, 4-ը կարմիր է, բխես մեկին հանում, նայեք, հիմա մնացիք 6 հոգով, կարա իմ խոսքից հետո խաղը ավարտվի էլ, կարա ավարտվի իմ խոսքից հետո, բայց եթե չավարտվեց, գնում է համար 5, եթե իմ խոսքից հետո խաղը չի ավարտվում, համար 5-ն է գնում, եթե դու սև խաղացող ես, ապրես, բայց 5-ը պիտի գնա, շնորհակալություն փաս։ Շնորհակալություն համար 8, ձեզ խաղի համար, ծափարեք համար 8-ին։ Գոհ եմ, որ առաջինը ինձ չհանեցին սևերը,
ու ուրախ եմ, որ մեր թիմը հաղթելու է։ Շրջանը բացում եք դուք համար 4, ունեք 1 րոպե։ Շնորհակալություն, շատ լավ որ խաղը չավարտվեց։ Ես գիշերը 6 հոգի ենք մնացած, անդադ մտածում եմ, եթե սևերը դիպուկ լինեն 3-3 լինի, այսինքն մենք սև հանել ենք։ Ես հենց սկզբից ասում եմ, երկուսը սև է, երկուսը ամենավերջ։ Չէ, մի վարքան, ես դեմից ասել եմ, կասկածել եմ երկուսը, որ կարմիր է, բայց հետո համար 5 պասիվ։ Կխնդրեմ համար 5 թողեք խոսքս ավարտեմ, էլի։ Ինձ թվում է համար 3-ին մենք սև ենք ճանապարհ, ճիշտ է, ես իմ ձեռքը չեմ դրել, բայց ես ձեր որոշման հետ համաձայն եմ եղել, հաստատել եմ, ուղղակի ես համար 2-ի տեխնացությունը ես էի դրել ու դրա համար ես պահել եմ իմ դրած տեխնացությունը։ Ինձ թվում է համար 3-ը, 6-ը գնացել են սև խաղացողներ, համար 10-ը ու 8-ը կրակվել են որպես կարմիր խաղացողներ։ Դու շերիֆն ես համար 5։ 10 վայրկյան։ Ես խաղում եմ համար 5-ի շերիֆությամբ, համար 6-ի հետ դեպքը որ եղավ, ինքը բացվեց շերիֆ, բայց ճիշտ է, ինքը նոր խաղացող է, բայց այդքան էլ ժամանակ շնորհակալություն։ Համար 5։ Հիմա սա մանրամասներով ասեմ, մի հատ հասկանենք։ Առաջին գիշեր ստուգել եմ համար 8-ին, ինքը ստուգված կարմիր խաղացող ա եղել։ Համար 3-ը ինչի գիտեր, որ համար 6-ի սև խաղացողը ինքը ցենց ասաց, շերիֆը դեռ խաղի մեջ է։ Քանի որ ես եմ շերիֆ, ինքը չէր կարող իմանալ, որ շերիֆը խաղի մեջ է, հետևաբար ինքը սև խաղացող է։ Դրա համար ես անընդհատ դրել եմ համար 3։ Համար 2, համար 3 եղել է կռիվ, հետևաբար երկուսը միանգամից կարմրում է։ Ես շորտ ստուգել եմ քեզ ինչի համար, որտեղ դու 3 հետ դրել ես 2։ Հիմա երկուսը հաստատ կարմիր է, իրեն չենք անում, դու ստուգված կարմիր ես, 7-ը կարմիր է, ես խաղի շերիֆն եմ։ Մնում է 1 ինի մեջ, 9-ը իմ հետ է խաղացել, 1-ը դրել է առաջին քվեարկության ժամանակ 2-ին։ Այսինքն 1-ը մնում է խաղի սևը։ Հիմա ընդունեք խնդրում եմ համար 1-ի տեխնացությունը, խաղից հիմա գնում է 1-ը, ես գիշերը ստուգում եմ համար 9։ Եթե 9 կարմիր եղավ 7 ենք անում, 4 ժամ ստուգված է, երկուսը առանց բացառության կարմիր։ 10 վայրկյան։ Ընդունեք 1 հանում ենք հիմա 1-ին կարմիրներ, այսքանը փաս։ Համար 7 խնդրեմ։ Համաձայն եմ 5-ի հետ, փաս։ Համար 9։ Համար 5 ժամ ես քո հետ եմ խաղացել, բայց ես էլ մտածում եմ ինչի դու չես կրակվում։ Ես նայ 6-ի հետ ընդհանրապես չեմ խաղացել, ես չեմ հասկանում իր քայլը, եթե նույնիսկ ինքը կարմիր է դուրս է գալիս, ասում է ես շերիֆ եմ կամ զուտ խառնելու համար, ես չեմ հասկանում։ Ես հիմա մոլորված եմ, բայց ես խաղում եմ քո հետ, որովհետև ես կողմ եի, որ 3-ը սև է։ Ես 8-ին էլ էի մտածում, որ սև է։ Ինչի չես կրակվում, ես հետ եմ մտածում։ Չկամ ռասկլադում։ Երկրորդն էր համար 5։ Եթե բացվել ես, կարային հանեին։ 10 վայրկյան։ 7 ջան, դուք խոսացեք, տենց միանգամից մի հավատացեք, էլի, համենայն դեպս, եթե մեկը գնա խաղը չպրծնի, մեկը մենք պետք է որոշում կայացնենք, էլի։ Ես կարմիր խաղացող եմ։ Ժամանակ շնորհակալություն։ Համար 1։ Մեկը չի գնում, մեկը սև խաղացող չի, մեկը կարմիր խաղացող է, ու դուք բացառության սկզբունքով եք ասել, որ մեկը սև է։ Իմ համար կասկածել է 7-ը, որ տենց առանց ոչ մի բանի, արդեն երրորդ կրուգն է, կարայիք ինչ-որ բան ասեիք, գոնե ձեր կարծիքը մենք լսեինք։ Համար 9-ը ասեմ, ես քեզ կասկածել եմ, որտեվ ձեր մեջ կոնֆլիկտ եղել է ու գիշերը սպանվել է 8-ը։ Պրիմիտիվ կլներ շատ, բայց դե կասկածում եմ, ես չեմ ասում սև ես։ 4-ին էլ կարող է գրպան ես արել կոպիտ ասած 5 ջան։ 2-ն է հիմա գնում, ընդունեք 2, որովհետև 2-ը զրոյականից հելել ասել է մեկը կարմիր է, հիմա հավատում է 5-ի շերիֆությանը, խի չի կարա 6-ի շերիֆությանը հավատա, 6-ն էլ ասել, ինքը իր դեմ է ջարդել, բայց դե 6-ն էլ ասել, որ ինքը շերիֆ է։ Փաս։ Շնորհակալություն, համար 2 խնդրեմ։ Նախ եւ առաջ ես չեմ ասել համար 1-ը կարմիր է, ես միշտ ասել եմ համար 1-ի մեջ դեռ սևական բան չեմ տեսնում, չեմ կարա տեխնացություն դնեմ, ես չեմ ասել դուք կարմիր եք իմ համար 50-50 եք, բայց արդեն սև եք, ես խաղում եմ համար 5-ի ասած 5-ի հետ, 4-ը իմ համար կարմիր է, եթե դու իրոք կարմիր ես, ուրեմն մնում է 7-ն, որտեղ իրոք մի անգամից հա օքեյ, խաղում եմ 5-ի հետ, ոչ մի բան չասեց, էդ էլ էր կասկածելի, այդ միակ բանն է, որ քո հետ համաձայն եմ, բայց արի քեզ հանենք, հետո կհասկանանք։ Այդ կանա։ Տեխնազությունս համար 1-ի վրա։ Ընդունեք։ Հաստատված է։ Շնորհակալ եմ։ Նկատողություններից ասեմ 5-ին 2-ական նկատողություն եք, եւս մեկը կզրկվեք ձայնի իրավունքի կեսից։ Շատ զգուշ եք խաղում։ Տեխնացուներն են 1-2 քվեարկություն։ 1 ով է կողմ խաղալ եք համար 1-ը ստոպ։ Ինձ է, շնորհակալ եմ։ Եվ համար 2-ի դեմ դրեք 1-ը բարձրային։ Համար 1 վերջի րոպեն այս շատ սխալ եք խաղում։ Խաղը հաստատ չի բրծել, որտեվ կան սևեր, ուրիշ
հաստատ 5-ն է մեկը։ 9-ին կասկածում եմ, որտեվ 9-ը 5-ի հետ խաղում է, բայց դե չգիտեմ, այդ խաղը հաստատ չի բացում, դե որոշի ով է։ Փաս։ Շնորհակալություն համար մեկին խաղի համար, ծափարեք համար մեկին խաղի։ Իմ վատը այն էր, որ ես ամենավերջում ասացի 5-ը սև է, բայց դրեցի 2-ի քվեարկությունը, ինձ են որ լրիվ բացեցի։ Դրա համար շատ չստացած խաղ էր այս մեկը։ Համար մեկը լեքեց սեղանը։ Գիշեր։ Չէ, ինչ գիշեր։ Շնորհավորում եմ Կարմիր թմին։ Բարի սերերին 1-3-6։ Շերիֆ Համալի։ Շատ լավ Լավ խաղեր, տարբեր կարծիքներ, սևերը փորձում էին մոլորացնել, բայց չստացվեց։ Խաղը շատ տպավորիչ էր իմ համար, սիրում եմ խաղալ հենց կարմիր խաղացողի դերում։ Սկզբում մի քիչ անախորժություններ եղավ, խաղը ջարդվեց այսպես ասված, որից հետո խաղը մի քիչ ավելի պետք էր արդեն արգումենտալ խաղացվել, բայց կարմիրով կարողացանք իրար հասկանալ ու հաղթանակ տանել սևերին։ Շերիֆի ճիշտ խաղի շնորհիվ ու թմային խաղալու շնորհիվ կարմիրները հաղթանակ տանան։ Շատ ստացված խաղ էր, ոնց սկզբում ասացի անպայման հաղթելու ենք ու այդպես էլ եղավ։ Կարծում եմ, որ շատ լավ եմ խաղացել այս խաղը ու թիմեկիցներս նույնպես կհավաստեն։ Որպես շատ շնորհակալ եմ խաղի համար։ Հարգելի պարոն Հակոբյան, կասեք ինչպես ստացվեց, որ դուք որպես նախագծի գլխավոր պրոդյուսեր որոշեցիք կազմակերպել ուսանողական լիգայի խաղերը։ Ողջունում եմ բոլորին, ասեմ, որ դիմել էին մի շարք ուսանողներ Mafia in the City հաղորդաշարի առաջի եթերաշրջանից հետո որոշեցինք դիմել Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամին, որպեսզի նա աջակցի նաև ուսանողներին մասնակցել Mafia in the City հաղորդաշարին, քանի որ ուսանողությունը մեր երկրի շարժիչ ուժն է եւ ինչպես եւ ակնկալվում էր պարոն Ծառուկյանը չմերժեց եւ մենք նկարանում ենք այս անգամ նաեւ ուսանողական լիգան, որը ինձ թվում է կրկին կբերի մեծ հավանություն մեր սիրելի հանդիսատեսին, հեռուստադիտողին եւ ես որ Mafia in the City նախագծի ողջ ազնագազմի կողմից իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի, նաև Գագիկ Ծառուկյանին նմանատիպ ինտելեկտուալ մրցաշարերին եւ ուսանողներին աջակցելու համար